Բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտող սիրելիներս, այսօր եւս առաջարկել եմ տոնական մի աղցան, որի համար պետք է մեզ մի քանի բաղադրիչներ, սակայն ես դեռ չեմ պատրաստել դա, ընթացքի մեջ է, քիչ հետո երբ սկսենք խոհանոցային հատված ամբողջությամբ, ես բոլոր բաղադրիչները կներկայացնեմ մանրակրկտորեն եւ իհարկե կսկսենք պատրաստել աղցանը, բայց ասեմ, որ պատրաստելու ենք թունայով շատ համեղ աղցան, ինչու ոչ դա կարելի է նաև տոնական սեղաններին պատրաստել եւ հրամցնել հյուրերին, այնպես որ այսօր մնացեք մեզ հետ անպայման, որովհետեւ արդեն սկսվել են եւ շարունակում են մեր տոնական եթերները եւ ես էլ փորձում եմ տոնական մոտիվներով ինչ որ բաներ առաջարկել։ Այսօր եւս կլինի այդպիսի տարբերակ եւ կփորձենք վերջում շատ գեղեցիկ ձևավորել այդ աղցանը։ Այն կլինի շատ համեղ, շատ հագեցնող, շատ հետաքրքիր եւ նաեւ շատ գեղեցիկ։ Այնպես որ մնացեք մեզ հետ, հետո միասին կսկսենք աշխատել։ Խոսքս փոխանցեմ գործընկերներիս, հետո կմիանանք խոհանոց։ Բարի ողջույն իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, սիրելիներս, ինչպես նշեցի, այսօր եւս պատրաստելու ենք տոնական մի աղցան, որը շատ գեղեցիկ ձևավորելու ենք եւ ինձ թվում է շատ տեղին կլինի այդպիսի համեղ եւ հագեցնող աղցանով եւ գեղեցիկ ձևավորմամբ, ուրեմն հրամցնել մեր հյուրերին։ Սիրելիներս, ինչ է մեզ պետք այս աղցանը պատրաստելու համար։ Ունենք խաշած կարտոֆիլ, որը ես հենց հիմա կսկսեմ տրորել, այստեղ ավելացնելով աղ եւ սև պղպեղ համեմել շատ համեղ համեմունքներով։ Հետո վրան ավելացնելու ենք թունա, ինչպես նշեցի, մեր այսպես ասած աղցանի հիմքը լինելու է թունաձուկը պահածոյացված։ Սա ենք ավելացնելու, հետո ունենք քերիչով անցկացված թթու վարունգ, ունենք սամիտ, այստեղ ունենք տոստի հացի վրա ենք այս բոլորը տեղադրելու եւ վերջում մատուցելու եւ իհարկե օգտագործելու ենք մայոնեզ։ Ես հիմա սկսելու եմ իմ աշխատանքը, պետք է տրորեմ կարտոֆիլը եւ հետո ավելացնեմ բոլոր բաղադրիչները։ Պատրաստման եղանակը շատ հեշտ է իրականում, ոչ մի բարդություն չկա, այստեղ պետք է պարզապես նախապես անհրաժեշտ բաղադրիչները պատրաստել, հետո շատ արագ, սա պատրաստվում է շատ արագ։ Հետո միասին արդեն կշարունակենք։ Երևի թե խոսքս փոխանցեմ գործընկերներիս, հետո արդեն միասին շատ հանգիստ կփորձենք այս ամենը կարգավորել եւ դասավորել։ Մնացեք մեզ հետ։ Դե ինչ սիրելիներ, շարունակում ենք մեր աշխատանքը, եւս մեկ անգամ ներկայացեմ, թե ինչ ենք պատրաստում, այսօր պատրաստում ենք թունայով աղցան, որը շատ հետաքրքիր ձևով ենք իմի բերելու, մեզ պետք է տոստի հացեր, որ այս ամբողջությունը, այս համեղությունը տեղադրենք տոստի հացերի վրա, վերածենք տորտի եւ գեղեցիկ ձևավորենք ու մատուցենք, հետո բնականաբար շատ համեղ վայելենք։ Ինչ արեցի մինչ այս պահը, սիրելիներս, ունեինք խաշած կարտոֆիլ, որը վերածեցի պյուրեի, այստեղ ավելացնելով մի փոքր բուսայուղ, աղ եւ սև պղպեղ, ահա արդեն պատրաստ է մեր կարտոֆիլը, հիմա ավելացնում ենք թունաձուկը, եթե սիրելիներս խոշոր կտորներ է, բնականաբար պետք է այն փորձենք մանրացնել, ես հիմա պատարագ օգնությամբ այսպես կմանրացնեմ եւ կավելացնեմ կարտոֆիլի վրա, ահա այսպես։ Իրականում շատ քիչ բաղադրիչներ են պետք, բայց շատ համեղ է ստացվում եւ ինչպես նշել եմ, շատ արագ է պատրաստվում, սիրելիներս։ Ահա ավելացնենք մեր թունաձուկը, փորձենք ամբողջությամբ այն ավելացնել։ Նույնիսկ պահածոյի հյութը, այն յուղալի մասը, սիրելիներս, կարող եք չշտապել դեն նետելու համար, այն կարող եք պահել մի փոքր ավելացնելու համար այս համեղ աղցանին։ Եթե կզգաք որևէ չորություն, ապա ավելացրեք այդ յուղը կամ եթե չեք ցանկանա այս աղցանը պատրաստել մայոնեզով, պարզապես ավելացրեք միայն այդ յուղը եւ հենց այդպես էլ վայելեք։ Ես այսօր նախընտրել եմ մայոնեզի տարբերակը, որովհետեւ այս տարբերակ, այսինքն տորտի տեսք ստանալու համար մեզ շատ անհրաժեշտ է մայոնեզ։ Ահա ավելացնում եմ նաև թթու վարունգը, այստեղ ունենք թթու վարունգ, մի փոքր աշխատենք հյութը չավելացնենք թթվի, այլ միայն կտորները,
Այսպես եւ ավելացնենք սամիթը։ Սիրելի Ադրինե։ Ողջույն Սոնա։ Ողջույն։ Ես երեք էլ քեզ ասացի, որ թունա շատ եմ սիրում։ Այո, ես գիտեմ դրա մասին։ Այո։ Ես գիտեմ, որ դու ձկներեն սիրում ես, ծովամթերք Սիրում, սիրում, չգիտեմ ինչու եմ շատ սիրում, Շատ բայց լավ շատ է։ եմ սիրում։ Ես մեկ-մեկ զարմանում եմ, որ ինչ որ բան գտնում եմ, որը Որ սիրում սիրում եմ, ես, այո, այո։ բայց երևի այն հազվադեպ պահերից է, երբ նույնիսկ կարող եմ մայրիկին խնդրել, որ վաղը լինի ձկան օր մեր տանը կամ չգիտեմ, շաբաթ ինձ մնա տենց մի քանի օր տենց ձկան օր կհայտարարենք տանը։ Եվ շատ լավ կանես, որովհետև բոլորս էլ գիտենք ամենաարդյունավետ եւ ամենաօգտակար մթերքը հենց ձկնատեսակն է, ձկնեղենն է, դա կարող է լինել տարբեր դրսևորումներ։ Նույն ծովամթերքը, նույն պարզապես սովորական մեր սիգը, իշխանը շատ համեղ են եւ այս տարբերակներն է պահածոացված, պետք չէ խուսափել մտածել, եթե պահածոացված է, ապա դա վատն է։ Ոչ, սիրելիներս, շատ էլի օգտակար նյութեր կան այս պահածոացված թունայի մեջ, որը ինչու ոչ մեր օրգանիզմին էլի անհրաժեշտ է։ Սոն ջան, իրականում հերոստատողին էլ նշենք, որ շատ քիչ բան է մեզ պետք համեղ ուտելիք ստանալու համար եւ այո, հեշտ պատրաստվող, շատ արագ, հեշտ պատրաստվող։ Հատկապես այս օրերին կարծում եմ դա ամենակարևորն է, որովհետեւ ոչ ոք ժամանակ չունի, գործերը վերջին էսպես փորձում են ամեն ինչ հասցնել մարդիկ, կուտակվել են, շատ են եւ կարծում եմ այդ զգացողությունը, որ ժամանակը չի հերիքում, բոլորը իրենց կյանքում այս օրերին ունեն։ Դե քանի որ ամեն ինչ պարզ է, կարող ենք ունենալ կարճատև դադար, որից հետո վերադառնանք եւ շարունակենք առաջին ծրագիրը։ Եվս մեկ անգամ բարի ողջույն իմ թանկագին հերոստատողներ, մի փոքր դադար ունեցանք խոհանոցում, բայց հիմա ներկայացնեմ, թե ինչ եմ արել մինչ այս պահը։ Հիշում եք, պատրաստեցին կարտոֆիլով, թունայով, վարունգով, թթու վարունգով, սամիթով, մայոնեզով շատ համեղ աղցան, որը տրորեցի այսպես ամբողջությամբ տոստի հացերի վրա, շերտ առ շերտ։ Մեկ շերտը տոստի հացն է, աղցանը, հացը, աղցանը եւ վերջին շերտը թողել եմ, որպեսզի հենց միասին փորձենք իմի բերել, ահա այսպես դնում եմ այստեղ եւ իհարկե եւս մեկ շերտ աղցանից այսպես կտրորենք եւ միայն մեզ կմնա ընդամենը ձևավորել այս գեղեցիկ աղցանը։ Ձևավորման համար ընտրել եմ մի փոքր կտրատած մաղադանոս, լոլիկ ունենք եւ հացի պոչիկները եւս օգտագործելու ենք։ Սիրելիներս, հիմա կլինի մի փոքր դադար, արդեն ավարտուն վիճակը կվայելենք, կտեսնեք, թե ինչ ստացվեց։ Դուք մնում եք մեզ հետ առաջին ծրագրի հետ, հետո կշարունակենք։ Դե ինձ սիրելիներս, եկեք ամփոփենք օրվա բաղադրատոմսը։ Ես մինչ այս պահը համարյա փորձեցի ձևավորել մի փոքր, այսպես ասած, գործը առաջ տանել։ Ահա տեսեք ինչ է ստացվել։ Այս տորտ տարբերակի ուրեմն կողքերին ավելացրել ենք այն հացիկի եզրերը, որը ես կտրեցի, հիշում եք։ Ահա ես ավելացրել եմ որպես ձևավորում այս ամբողջական տորտի եզրերին։ Հիմա ավելացնենք եւ ինչպես տեսնում եք, այստեղ կիտրոնել եմ ավելացրել, շարել եմ 3 կիտրոն։ Հիմա փորձենք մաղադանոսով էլ զարդարել, տեսնենք թե ինչ կստացվի, ահա։ Ձևավորման իհարկե ընտրությունը ամբողջովին ձերն է, ձեր մտահղացումը, ձեր մտքերը, ինչ որ ձեզ կթելադրեն, հենց այդպես էլ արեք։ Ես պարզապես տալիս եմ հուշումներ, այսպես կարելի է ինչ որ տարբերակ անել։ Իհարկե համացանցում շատ գեղեցիկ տարբերակներ կա, մենք այս մասին շատ ենք խոսել, որ հիմա շատ տրենդային են դարձել աղցաները հենց այսպես մատուցել, այնպես որ կարող եք հոլովակներ եւս դիտել եւ իհարկե ձեր սիրելի տարբերակը ընտրել եւ պատրաստել։ Ահա, լոլիկները եւս շարեցինք։ Կարծում եմ շատ տոնական է, ինչու ոչ, այսպես հուշում է նոր տարվա մասին, ամանորի մասին, ինձ թվում է շատ գեղեցիկ է։ Ահա, երևի թե բավական է, կարող ենք ավելին այսպես չանել, ահա, այսքանը։ Վերջ, կարծես թե վերջ, ամեն բան շատ գեղեցիկ է։ Ահա, փորձեմ տեղ ազատել, որպեսզի ավելի տեսանելի լինի այս ամենը։
խնդրեմ համեցեք սիրելիներս, հուսով եմ ձեզ դուր եկավ եւ ինքներդ էլ կպատրաստեք, իմիջիալոց չխուսափեք, մտածելով որ թունա պահածոածված թունա, օրինակ տոնական սեղանին չի կարող լինել, հաստատ կարող է լինել։ Սիրելիներս պատրաստեք, վայելեք եւ իմացեք, որ ես ձեզ շատ եմ սիրում, կհանդիպենք, դեռ շատ գործ ունենք միասին անելու։